Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ինչպես գիտենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, նա մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ժամանակ ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական գործակցության խորացման նոր հնարավորություններ և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Աստանայում էր հայտնել տարանցման արգելքը հանելու որոշման մասին։ Նիստի ընթացքում Փաշինյանը կարևորել է նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը։ Նա կրկին վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ գործակցությունը միության հետ։ Ազատ տնտեսական գործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը, մեր երկրների համար բացելով նոր հնարավորություններ տնտեսության աճի համար։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են նոր հնարավորություններ տնտեսական գործակցության համար։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն ընդլայնելու հնարավորությունները և ամրապնդելու տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական կապերը։ Այդ առումով ուզում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը ճանապարհների ապաշրջափակման հարցում, որի արդյունքում իր տարածքով տրանզիտ բեռները հասել են Հայաստան։ Պետք է հետևողականորեն հասնել ընդհանուր շուկաների լիարժեք կայացման, որոնք ապահովում են արդյունավետ փոխգործակցություն, թափանցիկություն և հավասարակշռություն բոլոր կողմերի հետաքրքրությունների համար։ Մինչ Փաշինյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ գործակցությունը միության հետ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն նիստին նշել է, որ Հայաստանը ինչ-որ պահի ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է, մենք բազմիցս ենք ասել այս մասին։ Կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել։ Ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունն այս տարի զգալիորեն նվազել է։ Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12.4 միլիարդ դոլար։ Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար։ Սա շատ զգալի անկում է։ Իդեպ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ցուցարարները պահանջել են ազատ արձակել գործարար Սամվել Կարապետյանին և հայ առաքելական եկեղեցու 4 սրբազաններին։ Ակցիայի ժամանակ Տեր Քերովբեկ Քահանա Բարսեղյանն ասել է, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինականություններին և հակասահմանադրական քայլերին, որոնք կատարվում են Հայաստանում։ Այսօր իշխանությունները անթաքույց փորձում են միջամտել ու խառնվել եկեղեցական ներքին գործերին։ Վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին և հիմնահատակ ավերել հայ եկեղեցին։ Բայց չպիտի ստացվի, որովհետև հայ եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով կարողացել է պահել իր միասնությունը, միաբանությունը և եղել է երաշխավորը հայի գոյության։ Այսօր 4 սրբազան մեր հայրերը ձերբակալված են մտածածին մեղադրանքներով։ Անարդար կերպով իրենց բանտարկել են, որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի։ Մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը Գերմանիայում էր, որտեղ էլ նա անդրադարձել էր Արցախի հարցին և ասել, որ Ադրբեջանին առաջարկում է միասին մշակել ճանապարհային քարտեզ, զուգահեռաբար փակելով երկու թեմաները՝ արցախցիների վերադարձը և այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի օրակարգը։
Իսկ մինչ Փաշինյանը Գերմանիայում փորձում էր փակել արցախցիների վերադարձի հարցը, Երևանում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ պարբերաբար հավաքվում են Արցախի նախկին եւ ներկա իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, խուզարկություն էր ընթանում։ Ժամեր շարունակ իրավապահները հատուկ տեխնիկայի միջոցով չհրկիզվող պահարան են բացել։ Քննիչները ստուգել են համակարգիչները, ուսումնասիրել մի շարք փաստաթղթեր։ Սա փրկարարության մեր աշխատողների միջոցով բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակներ։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարների աշխատանքը, փրկարարների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի է սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համարով է պատասխանատու դեր կպարզենք, այս Ազատ Արցախ թերթը չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն, որը այսօր իրականացվել է, կամ արշավի շարունակություն, որ իրականացվել եւ շարունակում է իրականացնել Արցախի ներկայացության նկատմամբ։ Եվ կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախյան Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացությունում ժամը 12:00-ին սկսում եւ 16:10 ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը։ Երեկ կայացել է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը, որը հետաձգվել է։ Պատճառը Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի դատական նիստին չներկայանալն էր։ Մեր շահագրգռվածությունն է, որպեսզի այս նիստերը արագ ընթանան, ապացուցողական եւ այլն, այս բոլոր քայլերը հստակ կերպով շատ արագ առաջանում։ Մեր նպատակը չի գոնե այսպես կոչված մեղադրյալների, իմասելով արդարների, որպեսզի որևէ ձևով հետաձգվեն նիստերը։ Եվ շատ վատ եմ զգում ինձ, երբ որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են այս կամ այն պատճառներով նշանակություն չունի։ Եվ ուզում եմ առիթից օգտվելով պատվարժան դատարան նախ ներողություն խնդրել մեր ժողովրդից, ովքեր գալիս են ժամեր են տրամադրում, եւ միևնույն ժամանակ նաեւ շնորհակալություն հայտնել, ներողություն թե այսօրվա, թե որևէ անհարմարության համար։ Միևնույն ժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանները կրկին դիմել են քրեակատարողական հիմնարկ նրան Իզմիլյան բժշկական կենտրոն տեղափոխելու եւ վիրահատելու խնդրանքով։ Երեկ դատարանում էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս երրորդ նախագահը նշել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ընդդիմությունը լուր հետևում է իշխանության հակաեկեղեցական քաղաքականությանը։ Ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը դες հետևում են կամ դրանից ակտիվ են ստանում։ Այո, այդ խնդիրը կա միասնական պայքար մղելու, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Մենք սպասում ենք խորհրդի։ Մենք ինքնագուլուկ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Իսկ 3 չառաջ օրը, դրանից 4 օր առաջ, եթե դուք չեք նկատել հատկապես ձեր շատ մեծ երիտասարդական կառույցի գործողությունները, ապա ցավոք սրտի երևի մենք ենք մեղավոր, որ չենք ռեկլամում մեր գործողությունները։ Զուգահեռ ադրբեջանական դատարանը սկսել է Կարեն Ավանեսյանի դատավարությունը։ Ավանեսյանը 2023 թվականի արտագաղթից հետո Ստեփանակերտում մնացած քիչ թվով հայերից մեկն է։ Նրան մեղադրում են ահաբեկչական հարձակման փորձի եւ այլ հատկապես ծանր հանցագործությունների համար։ Բաքվում կայացել է նաև մեր մյուս հայրենակիցների դատավարության եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը։ Նրանք իբր խնդրել են արդարացնել մեր հայրենակիցներին։ Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը՝ Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադադ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել։
Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին։ Միջազգային լրահոսից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, նշելով, որ Վաշինգտոնը մշտական կապ է պահպանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ նրա թիմը բացառիկորեն հիմա բանակցում են կողմերի հետ փորձելով գնահատել խաղաղության համաձայնագրի կնքման իրական շանսերը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին այդպես էլ չի ծանոթացել Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրին, ինչը հիասթափեցրել է իրեն։ Գերմանիային դժվար տարիներ են սպասվում, ասել է երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով փոփոխություններ կլինեն անվտանգության եւ պաշտպանության, նաեւ տնտեսական քաղաքականության ոլորտներում։ Սա պայմանավորված է նրանով, որ ըստ Մերցի Գերմանիան այժմ ապրում է այլ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Արոնյանը եզրափակչում հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ Եվ վերջում եղանակի մասին։ Ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաներում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաներում անձրևի տեսքով։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 5-ից 7, իսկ երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։